ես ասեմ, որ իհարկե ցանկացած համաչափ կամ նույնիսկ անհամաչափ պատասխան չի վերադարձնի այն զոհերին, որոնք մենք ունեցանք եւ սրա համար բոլորս ցավում ենք, բայց կոնկրետ Ալիևը մեկ անգամ չի, որ նման ուրեմն նախարարձև գործողությունների է դիմում եւ կարծում եմ, որ հենց անմիջական իր հրամանի կատարումն է իրականացնում այդ դիվերսիոն խմբերը, ինչու է այդպես կատարում, ես ունեմ իմ մեկնաբանությունը, ես կարծում եմ, որ Ադրբեջանը հստակ պատկերացնում է կամ այսօրվա ղեկավարությունը, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը այլևս Ադրբեջանի մաս չէ եւ միակ ուրեմն ուղին հետ վերադարձնելու Լեռնային Ղարաբաղը նրանք ուրեմն ռազմական ուժի կիրառումն են տեսնում եւ սա չեն ընդհանրացնում ու ժամանակ առ ժամանակ երբ կարևոր իրադարձություն է տեղի ունենում կապված Լեռնային Ղարաբաղի շուրջ կամ տարածաշրջանի վրա որոշակի ուշադրություն է կենտրոնանում նա դիմում է նմանատիպ ուրեմն արկածախնդրության գիտեք նա իր անհամաձայնությունն է դրանով իսկ արտահայտում այսօրվա ուրեմն այսպես կոչված ոչ միայն ստատուս քվոյի այլ նաեւ այն բանի կապակցությամբ, որ ինքը երբեք ուրեմն չի համաձայնվի ոչ միայն ինքը, այլ նաև Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի կորստի հետ։ Սա անընդհատ փաստորեն բարձրացնելով եւ այս սուր զարգացումները նրա մոտ միտված են ուրեմն այդ գաղափարին, որ ինչ էլ որ առաջարկելու լինեն, ամենայն դեպս ինքը իր առավելապաշտական այդ մոտեցումներից չի հրաժարվում։ Հիմա եթե կարելի է ես նաև իմ պատկերացումները ասեմ, թե ես ինչ եմ տեսնում, գիտեք, ընդհանրապես ես կարծում եմ, որ շատ ճիշտ է, երբ ասում եմ, որ ուզում ես խաղաղություն պատրաստի պատկերազմի, սա մեկ, եւ երկրորդը կցանկանայի նաև հիշեցնել ադրբեջանական տակգալուխներին, որ հենց Ղուրանի մոհարկարեություններից մեկին չի ասում, ով քամի է ցանում, նա փոթորիկ կհանձի։ Հիմա ես կարծում եմ, որ եթե նմանատիպ ուրեմն գործողությունները շարունակվեն, ապա համենայն դեպս մենք ականատես կլինենք այդ փոթորիկ հանձելու եւ կարծում եմ նաեւ, որ Ադրբեջանը պիտի նաեւ իրեն հաշիվ տա, որ գիտեք, նրանք կարծես թե մտածում են, որ նույնիսկ պատերազմական գործողություններ սկսելով իրենք ոչինչ չեն կորցնի, որովհետեւ այն ինչ ունեն, արդեն իսկ կորցրել են։ Հիմա նրանք իրենց հաշիվ պիտի տան, որ այն ինչ ունեն իհարկե կորցրել են, բայց համենայն դեպս այս ստատուս քվոն նաեւ այն չի, որը որ ինչ որ երկնքից թափված մանանա է հայկական երկու պետությունների գլխին։ Մենք ասում ենք, որ ստատուս քվոն ավելի լավն է, քան այն իրավիճակը, ինչ որ մենք ունեինք պատերազմից առաջ, ասինքն Ադրբեջանի կողմից գիտենք ինչեր է կատարվում, բայց նաև հասկանում ենք, որ վերջնական լուծումը պիտի լինի Ղարաբաղի ուրեմն կարգավիճակի անդրադառնալը, որպես այնպիսի կարգավիճակ, որը չլինի ավելի ցածր, քան ներկայումս գոյություն ունեցող կարգավիճակն է։ Եվ Ադրբեջանը պիտի շատ հստակ հասկանա, որ մենք այլանդրանք չենք ունենա պատերազմ սկսվելու դեպքում, ես ասում եմ սկսվելու դեպքում, ես չեմ ասում, որ անպայման դա Ադրբեջանը պիտի սկսի, որովհետև պատկերացրեք, եթե նրանք պիտի իրենց հենակետերը օգտագործեն, անընդհատ դիվերսիոն գործողություններ իրականացնեն, ապա մեզ ինչ է մնալու անել, եթե ոչ այդ հենակետերը ուրեմն ոչնչացնենք։ Եվ երկրորդ հարցը դա անվտանգության գոտին ընդլայնել այն հաշվով, որպեսզի այլևս նմանատիպ դիվերսիոն գործողություններ չիրականացնեն։ Եվ որպես ընդհանրապես վերջնական այս ամեն ինչի հանգուցալուծում, ես ինքս չեմ բացառում, որ մենք ի վերջո ունենանք մի այնպիսի այդ պատերազմական գործողությունների սկսելուց ու ավարտելուց հետո այնպիսի վիճակ, երբ մեր արևելյան հարևանը կլինի Հայաստանի Հանրապետության հանդեպ ամենայն դեպս ոչ ճշտամաբար տրամադրված պետություն, ինչու՞ չէ հանձինս մեր հարավային ուրեմն հարևանի Իրանի Իսլամական Հանրապետության։ Եվ սա պիտի փաստացի, կարծում եմ, որ հասկանան Ադրբեջանի փաստորեն ղեկավարությունը հասկանա այդ իրողությունը, որ պատերազմ սկսելու դեպքում
ոչ թե նրանք չունեն կորցնելու այն ինչը, որ արդեն իսկ իրենց չի, այլ նաև նրանք ունենան այնպիսի կորուստներ, որը ընդհանրապես հղի է պետականության ուրեմն կորստով։ Հավանաբար խոսքը գնում է Հայաստանի տարածքում կատարված դիվերսիոն օպերացիաների Ադրբեջանի կողմից։ Սրա մասին ենք հիմա խոսում, որովհետև սա է այսօր հիմնական պրոբլեմա Հայաստանի բանակի հյուսիսում։ Նախ ցավալի է, որ խաղաղ պայմաններում, իսկ մենք պատերազմի մեջ չենք, Ադրբեջանի հետ մենք զոհեր ունենք եւ հիմա քանի ընտանիքներում վիշտ է եւ քանի ընտանիքներում սարսափ է, որտեղ իրենց երեխաները գտնում են մոտավորապես նույն բանում։ Ինչ գիտենք մենք, այն օֆիցիալ հայտարարություններից, որոնք հնչում են հայկական իշխանություն համապատասխան կոմպետենտ մարմիններից։ Ինչ ինֆորմացիա մենք գիտենք, ինչ դուք գիտեք։ Օրինակ ես մոտավորապես տեղյակ եմ ինչ է կատարում, որովհետև ես այս շրջանը լավ գիտեմ, առաջի անգամ չեմ եղել կամ 20 տարի առաջ եղել եմ, գիտեմ ինչ է կատարվում։ Չեմ ուզում այս բանի մասին խոսել։ Կարող եմ հարց տալ, արդյոք արժեն այն մանյովրները, որոնք կատարվում են այս զոհեր, թե չէ։ Սա երկրորդական հարց է։ Ընդհանրապես ես չեմ կարծում, որ թե հայկական օֆիցիալ կողմը, թե Ադրբեջանի օֆիցիալ կողմը տալիս են ճիշտ ինֆորմացիա։